Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպության կենտրոնակայանում միջոցառում է կազմակերպվել։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին է հանձնել դատաստանագիրք աշխատության ձեռագիր վերարտադրության օրինակը։ Ի դեպ 2025 թվականին դատաստանագիրքը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում, որպես նրա մշակութային և քաղաքակրթական հավերժ նշանակության վկայություն։ ԵՄ անդամ երկրների դեսպանները հաստատել են Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանի համար մինչ օրս տրամադրված ամենամեծ ոչ մահացու ռազմական օգնության փաթեթը 20 միլիոն եվրո, հայտնել է Ազատության ռադիոկայանի եվրոպական ծառայության խմբագիր Ռիչարդ Յովզյակը։ Նա հավելել է, սա ևս մեկ փոքր նշան է, որ Հայաստանը մոտենում է ԵՄ-ին այս տարվա կարևոր ընտրություններից առաջ։ Իրանի զինված ուժերի մատները ձգանի վրա են պատրաստ արձագանքելու ցանկացած ագրեսիայի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա միաժամանակ ընդգծել է, Իրանը միշտ ողջունել է փոխշահավետ, արդար և հավասար միջուկային համաձայնագիրը, հավասար հիմունքներով և առանց հարկադրանքի, սպառնալիքների և ահաբեկման, որն ապահովում է Իրանի իրավունքները խաղաղ միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ և երաշխավորում միջուկային զենքի բացակայությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ Իրանի ափերին ևս մեկ մեծ նավատորմ է մոտենում։ Դանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սկսել են Միացյալ Նահանգների, Գրենլանդիայի և Դանիայի միջև բանակցությունները։ Հաղորդվում է, որ Դանիայի, Գրենլանդիայի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են քննարկելու, թե ինչպես կարող են լուծել Արկտիկայում անվտանգության վերաբերյալ ամերիկյան մտահոգությունները, հարգելով թագավորության կարմիր գծերը։ Չնայած ավելի վաղ հնչեցրած սպառնալիքներին, Թրամփն այնուհետև հայտարարել է, որ ԱՄՆ-ն երբեք ուժով չի տիրանա արկտիկական կղզուն և պատրաստ է բանակցել։ Ատլանտյան Քրիստին փոթորիկը հարվածել է Պորտուգալիային, մեծ վնաս հասցնելով երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններին։ Զոհվել է առնվազն 5 մարդ, 100 հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության, գրանցվել են հեղեղումներ, հողաթափումներ և զգալի ավերածություններ։ Փոթորիկի հետևանքով փակվել են դպրոցները, խաթարվել է տրանսպորտային կապը։ Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով երկրով մեկ գրանցվել է ավելի քան 3000 միջադեպ։ Վիրավորներ կան ծառերի և բեկորների անկման հետևանքով։ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան տանող ուղղությամբ փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, հայտնել է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։ Պատճառն այս անգամ Մցխետա-Ստեփանցմինդա Լարս միջազգային մայրուղու Ժինվալի Անանուրի հատվածում տեղի ունեցած վթարն է։ Հայաստանի մարզերում հունվարի 29-ի ցերեկը 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 29-ի առավոտյան ժամերին, 30-ի ուշ երեկոյան, 31-ին առանձին շրջաներում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում բուք։ Օդի ջերմաստիճանը հունվարի 29-ից 30-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։